Գելի հայրենակիցներ բարոձես։ Այսօր ձեր հետ միասին մենք բացահայտելու ենք եւս մեկ անգամ, որ Հայաստանի այդպես կոչված ընդդիմությունը, այսինքն ռուսական գործակալական ցանցը մեր պետությունում ակնհայտորեն ստում է եւ հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի պետության եւ մեր ժողովրդի դեմ։ Եվ ես դա կապացուցեմ փաստերով, այն ուղղությամբ, ինչը վերաբերվում է այդպես կոչված Թուրքիայի ճակերտներում աջակցությանը Նիկոլ Փաշինյանին, որը իրանք փորձեցին դա նկարագրել ինչպես այդպես, ուրեմն Հակամ Ֆիդանի հայտարարությունը, որը նաև անդրադառնում էր Հայաստանում սպասվող ընտրություններին։ Ես ուղղակիորեն Թուրքիայի պետական մամուլում թուրքերեն լեզվով գտել եմ այդ աղբյուրները, հենց պետական մամուլի, որը պաշտոնական է, եւ թարգմանել եմ հենց պաշտոնական պետական մամուլի թուրքերենով, այսինքն այն լեզվով, որ ելույթ է ունեցել Հակամ Ֆիդանը, իր բովանդակությունը հայտարարության, եւ մենք դրա շնորհիվ ձեր հետ միասին կհամոզվենք, որ սա նոր սուտ է Հայաստանի ժողովրդին խաբելու նպատակով։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում, հարգելի հայրենակիցներ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, երբ կպարզվի այս իրականությունը եւ դրանից հետո իհարկե նաեւ կարող եք բաժանորդագրվել եւ դրել զանգակը, ինչպես նաեւ աջակցել իմ եւ Ալիքի գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, ամբողջ այդ գործակալական ցանցը իրանց ԶԼՄ-ների միջոցով բացել է մի աղմուկ։ Ես բացում եմ խոսքին News AM-ը, որտեղ որ գրված է եւ կարդում եմ, որ Նարեկ Կարապետյանը ձևիստների փաստացի առաջնորդը, բարդ է իրան առաջնորդ կոչել, հայտարարում է, որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին 2018-ից 20-ից թե 23-ից։ Հա փաստացի այն, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին, դա արդեն ինչպես փաստ է ներկայացնում Նարեկ Կարապետյանը եւ News AM-ը։ Բացի դրանից նույն այդտեղ News AM-ը հոդված ունի եւ գրված է. Թուրքիայի ԱԳՆ նախարարը հայտարարեց գալիք ընտրություններում Փաշինյանին ուշադրություն պաշտպանելու մասին, պաշտպանելու։ Սա ընդհանրապես որևէ կապ չունի իրականության հետ եւ ուրիշ նաև հայտարարությունները, որը արվում են հայկական այդպես կոչված մամուլում, սա մամուլ չէ, սա գործակալական ցանց է, որը կեղծում է իրականությունը, եւ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում պետք է լինի հակահիբրիդային պատերազմի կոնկրետ օրենսդիր փաթեթ եւ դրանով սահմանափակվի հիբրիդային պատերազմը։ Ինչու՞։ Որովհետեւ մենք հիմա ձեր հետ միասին գնալու ենք եւ մանրամասն կարդալու ենք այդ հայտարարությունը, որը վերաբերվում էր Հայաստանին, բայց մենք պետք է նաև հասկանանք այն տրամաբանությունը, որի ներքո Հակամ Ֆիդանը այդ հայտարարության ժամանակ արել է տրամաբանությունը։ Տեսեք, Հակամ Ֆիդանը ասում է, եւ սկսում եմ ամբողջ հայտարարությունը, վերջում եմ միայն ընտրությունների մասին խոսում, որ ուրեմն Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացումը շատ կարևոր է, սրանով է սկսում։ Եվ տեսեք, պետք է հիշենք, որ այդ ծրագրի անվանումը Թուրքիայում եւ Ադրբեջանում այդպիսին է։ Այսինքն դա 9-րդ կետով տրամադրած ճանապարհ է նոյեմբերի 9-ի, թե Թրիփի այդ ծրագիրն է, որը տեղի է ունենում, հետո Թրիփն էլ է նշվում նաեւ, բայց թե միջանցք, ինչ իրենք ուզում էին իհարկե, բայց չստացան, իրենք շարունակելու են այդ ճանապարհի ներքին իրանց լսարանի համար կոչել Զանգեզուրի միջանցք։ Հիմա իրանք ներքին իրանց լսարանում ինչպես են դա անվանում, դա մեծ տարբերություն չի փոխում, որտեղ մեր ամենակարևոր հարցը այն էր, որ իրականում չլիներ էքստրատերիտորիալ միջանցք, այլ լիներ Հայաստանի սուվերենության եւ ինքնիշխանության տակ գտնվող ենթակառուցվածքներ։ Փաստն է մեր համար կարևորը, այլ ոչ թե անվանումը։ Եթե այսօր այդ մարդիկ դուրս գան եւ ասեն, որ մեզ Հայաստանը Զանգեզուրի միջանցք չի տվել, կստացվի, որ իրանք թուլություն են իրանց ցույց տալի իրանց սեփական հանրությունին։ Դրա համար իրանք ասում են տվել է Հայաստանը Զանգեզուրի միջանցք, բայց Թրիփն է դա։ Իսկ Թրիփի ուղղությամբ մենք ձեր հետ մանրամասն փաստաթուղթը վերլուծեցինք, որը օրերս Արարատ Միրզոյանը ստորագրել է, որ այնտեղ բազում անգամ կրկնվում է Հայաստանի ամբողջությամբ, տարածքային ամբողջականության եւ սուվերենության պաշտպանության։ Բայց տեսեք, հետաքրքիրը ինչն է։ Հակամ Ֆիդանը ինչ է ասում, որ հույս ունեն,
որ կտեսնեն Զանգեզուրի միջանցքի, այսինքն թրիփի իրականացումը, ինչպես սա ցանկանում է Ադրբեջանը։ Հիմա սա նաև նոր բան չէ։ Հական Ֆիդանը երկար տարիներ է ասում է, որ Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի ցանկություններով դա տեղի ունենա։ Այո, եւ Ադրբեջանի ցանկություններով, որովհետեւ ստորագրել են, տեղի է ունենում թրիփը, բայց առաջ ուրիշ ցանկություններ ուներ Ադրբեջանը։ Եվ այդ ցանկությունները փոխվեցին Վաշինգտոնի հայտնի օգոստոսի 8-ի փաստաթղթով, այսինքն էքստրատերիտորիալ տրամաբանությունը փոխվել է դեպի Հայաստանի ամբողջական վերահսկողություն եւ ով չգիտի դա գնացեք եւ տեսեք իմ վերջի վերլուծությունը, որը հաստատում է, կարդում եմ ամբողջությամբ այդ փաստաթուղթը հայերենով, որը ստորագրվել է Վաշինգտոնում 2 օր առաջ Արարատ Միրզոյանի եւ ուրեմն Մարկո Ռուբիոյի միջև շատ կարևոր փաստաթուղթ։ Դրանից հետո շարունակում է Հական Ֆիդանը, որովհետև սա կարևոր մաս է միջին միջանցքի։ Տեսեք, իրանք ասում են միջին միջանցք, միջազգային ծրագիր, հետո ասում են Զանգեզուրի միջանցք դրա ներսում, դա իրենց բառապաշարն է, մեր հետ դա ուղղակի կապ չունի, այսպես ասեմ, մեր բառապաշարը չէ դա։ Եվ դրանից հետո նաև շարունակում է, որ սա նաև ռազմավարական նշանակություն ունի, Նախիջևանը եւ Ադրբեջանի հիմնական մասը իրար հետ կապելու կամ միավորելու ուղղությունով, այսինքն կապ հաստատելու, որ միասնական լինեն այդ երկու հատվածը Ադրբեջանի գործունեության առումով, որովհետեւ խնդիր ունեն հենց լոգիստիկ առումով։ Տրամաբանությունը պարզ է։ Դրանից հետո Ֆիդանը շարունակում է եւ հայտարարում է, որ իրենք տեսան Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման թրիփի ուղղությունով այդ նոր փաստաթուղթը, որի մասին ես խոսեցի, որը ստորագրվել է Արարատ Միրզոյանի Վաշինգտոն այցի ընթացքում եւ հայտարարել է, որ կան տեխնիկական հարցեր այս ուղղությունով, այսինքն ինչ-ինչ հարցեր պետք է քննարկվեն նաև այդ փաստաթղթի հետևանքով եւ Թուրքիան եւ Ադրբեջանը նաև ուսումնասիրում են այդ փաստաթուղթը եւ նաև քննարկել է ինքը այս փաստաթուղթը իր գործընկեր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այսինքն, իրենք ինչպես փաստ ընդունում են այդ փաստաթուղթը, թրիփի, ունեն հարցեր, որի վրա Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասնական կպատասխանեն, փաստաթուղթը արդեն փաստ է եւ չի վերանայվելու ակնհայտորեն եւ իրենք էլ ուսումնասիրում են այն փաստաթուղթը, որը մենք եւ ամերիկացիք ստորագրել ենք, այսինքն փաստի առջև են կանգնած։ Թրիփի ուղղությունով այստեղ արդեն նշվում է թրիփ, նորը ասում էր Զանգեզուրի միջանցք, հիմա ասում է թրիփ, այսինքն հասկանում է, որ դա է իրականությունը, այսինքն թրիփն է իրականությունը եւ դրանից հետո այստեղ շարունակում է Ֆիդանը հայտարարությունները, որ Թուրքիան ակնկալում է, որ այն փաստաթուղթը, համաձայնագիրը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրվել է Վաշինգտոնում, այսինքն խաղաղության այդ փաստաթուղթը վերջնական, հենց այդ բառն է օգտագործում, կստորագրվի եւ դա կարեւոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուրեմն կայունացման կամ նորմալիզացիայի, բարելավման, այսպես ասենք, համար ինչքան կարելի է ավելի շուտ եւ մենք շարունակում ենք մեր ուրեմն ճանապարհը եւ ջանքերը կայունության եւ խաղաղության համար Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս պահին կարելի է ասել, որ այսպիսի ցանկություն Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդները ունեն, երեք կողմներն էլ ունեն ցանկություն եւ մնացել է մի քանի բան, ինչը Հայաստանը պետք է կատարի։ Հիմա Հայաստանը ինչ պետք է կատարի, գիտեք, որ խաղաղության պայմանագրի ուղղությունով անհրաժեշտ քայլերը Ադրբեջանը ուրեմն ասել է, թե ինչ խոչընդոտներ կա եւ մենք այդտեղ գտել ենք ճանապարհներ, ինչպես է կարելի այդ հարցերը լուծել։ Նկատի ունեմ, դա իհարկե վերաբերվում է տարբեր այդ հարցերին, հիմա նույնիսկ չեմ ուզում մանրամասն խորանալ, բայց գիտեք, իրանք սահմանադրության հռչակագրի հետ կապված եւ այլն հարց են բարձրացրել, մենք ասել ենք, որ իրանց պայմանները
մենք կատարելու նպատակ չունենք, բայց սահմանադրությունը փոխելու սեփական օրակարգ ունենք, որը ի վերջո կբերի նրան, որ այդ հարցն էլ կլուծվի առանց որևէ ուրիշ պետության պահանջներ կատարելու։ Դա կոնսենսուսի, այսպիսի կարելի ասել, մոտեցում է ստացվում, որովհետև իրանք ստանում են փաստացի այնինչ ուզում են, մենք միևնույն ժամանակ ստանում ենք փաստացի այնինչ մենք ենք ուզում, խաղաղության պայմանագիրը եւ նոր սահմանադրությունը, որը մեզ է պետք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է ուրեմն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը, ակնհայտ է այդ Ալմա-Աթայի հռչակագրով ակնհայտ է, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ կետ Ղարաբաղի մասին տրամաբանորեն չպետք է լինի, որովհետև Հայաստանը ճանաչել է։ Եթե Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչի Հայաստանինը եւ մենք նորից կհայտնվենք հակամարտության մեջ, ինչը մեր շահերից չի բխում։ Եվ ամենակարևոր կետը, որի մասին վերջում հիմա մենք հասանք։ Ուրեմն Հակամ Ֆիդանը ասել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին կլինեն ընտրություններ եւ այս գործընթացը կլինի նաեւ կարևոր փուլ, որովհետեւ մենք տեսնում ենք ճակերտներում, այսինքն Թուրքիան տեսնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հանրային կարծիքի հետազոտական այդ տվյալներով առաջի դերը ունի, այսինքն հաղթում է այդ գործընթացում, ամենաշատ աջակցությունը ունի, առաջնորդում է հանրային կարծիքի այդ հետազոտական տվյալները, այսպես կարելի է թարգմանել։ Եվ մենք իրական, տեսեք, մենք լիարժեք իրական աջակցություն ենք տրամադրում այն կոնստրուկտիվ դերին, որը ինքը ունի այս գործընթացում եւ ըստ Թուրքիայի այս ուղղությունը եւ այս ուրեմն հենց ուղղություն է ասում այստեղ, այս ուղին Հայաստանի պետք է շարունակվի։ Վերջ։ Հարգելի հայրենակիցներ, Թուրքիան ասում է, որ միջև այդ քննարկում էր, որ տեսնում է խաղաղության օրակարգը, որում գնահատում է Նիկոլ Փաշինյանի ջանքերը այդ ուղղությունով, եւ ասում է, որ մենք տեսնում ենք, որ նախընտրական տվյալներով Նիկոլ Փաշինյանը առաջտար դեր ունի եւ դիրքեր ունի այս նախընտրական գործընթացում, ինչը ամեն ինչ փաստ է։ Մենք դա գիտենք ձեր հետ առանց Թուրքիայել, որ Նիկոլ Փաշինյանի ջանքեր կան խաղաղության օրակարգով է Նիկոլ Փաշինյանը հաղթե նախորդ ընտրությունները եւ իհարկե ջանքեր այդ ուղղությունով ունի։ Թուրքիան ասում է մենք գնահատում ենք իր ջանքերը, այսինքն դրական են գնահատում իր ջանքերը, ոչ եւ իրենք ասում են մենք աջակցում ենք իր կոնստրուկտիվ դերին խաղաղության օրակարգում, այլ ոչ թե աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք որտեղ են խափում ընդդիմադիր այդ իբրև ընդդիմադիր գործիչները։ Իրանք չեն ասում մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին ընտրություններում։ Իրանք ասում են մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի կոնստրուկտիվ դերին, որը ինքը խաղում է խաղաղության օրակարգի ուղղությունով, հարաբերությունների բարելավման, որտեղ ինքը ասում է այսօր երեք պետությունն էլ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան ունեն այդ ցանկությունը։ Եվ Թուրքիան ասում է մենք գնահատում ենք, որ Հայաստանն էլ ունի այդ ցանկությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի, եւ հետո ասում է մենք տեսնում ենք, որ ընտրություններ է լինելու եւ տեսնում ենք, որ ինքը հաղթում է փաստացի այդ ընտրություններում այսօրվա տվյալներով հանրային կարծիքի, այսինքն առաջի տեղն է զբաղեցնում եւ տեսեք ինչ է ասում։ Այս ուղին, այս ցանկությունը Հայաստանի բարելավել հարաբերությունները պետք է շարունակվի։ Այսինքն ինքը չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հաղթի։ Ինքը չի ասում, որ Նիկոլ Փաշինյանին մենք աջակցում ենք, որ հաղթի։ Ոչ։ Ինքը ասում է մենք աջակցում ենք, որ այս ուղին, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարելավման հարաբերությունների ուղին, խաղաղության ուղին եւ ենթակառուցվածքների բացման ուղին շարունակվի։ Կներեք, բայց եթե սա Թուրքիայի շահն է, որ խաղաղություն լինի ըստ իրենց,
խաղաղության օրակարգ լինի, ճանապարհներ բացվեն, լոգիստիկան բացվի, այսինքն Թուրքիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման, հետաքրքրված է Հայաստան-Թուրքի-Ադրբեջան հարաբերությունների բարելավման։ Իհարկե Թուրքիան պետք է ասի, որ մենք իրանք, այսինքն ուզում են, որ այդ ուղին Հայաստանի, որը ուղղված է խաղաղության ուղղությունով, հարաբերությունների բարելավման ուղղությունով, որը այսօր ծավալում է Հայաստանի իշխանությունը, իրանք ցանկանում են, որ շարունակվի։ Բայց արդյոք այստեղ ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է միակը, ով կարա դա շարունակի։ Ոչ։ Այստեղ ասում է, որ ուղին պետք է շարունակվի, այսինքն ընտրություններում այս պահի դրությամբ, եթե Նիկոլ Փաշինյանը առաջի տեղն է զբաղեցնում ըստ հանրային տվյալների, եթե վաղը որևէ մեկը ուրիշը լինի, կամ ուրիշ իշխանություն, կամ կարող է այստեղ չի նշված, որ ինքը հաղթում է, որովհետև մենք ունենք, գիտեք, ազգային ժողովի մոդել, այսինքն Նիկոլ Փաշինյանին կարող է դաշինք պետք գա ազգային ժողովում եւ մենակ չկարողանա վարչապետ դառնալ, խոսքին եմ ասում, եւ ինչ-ինչ ուրիշ ուժեր էլ պետք լինեն։ Նկատի ունեմ կառուցողական ընդդիմությունը։ Հարցը դրանում չէ։ Կամ կարող է որևէ ուժ կարողանում է մեծամասնություն զբաղեցնել եւ ուրիշ վարչապետի տեխնացու ունենալ։ Այսինքն այս տրամաբանությունով Հական Ֆիդանի այդ ուղին պետք է շարունակվի, որը այսօր Հայաստանն է ընտրել, բայց իրանք տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը, որը այդ ուղու ամենաբարձրաձայն աջակից եւ իրականացնողն է խաղաղության օրակարգի, բայց ոչ միայն ինքը, որովհետեւ դուք գիտեք, որ տարբեր նաեւ քաղաքական ուժեր կան Հայաստանում, որոնք բացահայտ աջակցում են օգոստոսի 8-ի օրակարգին եւ խաղաղության օրակարգին, այսինքն սա օգոստոսի 8-ի օրակարգի մասին է, Վաշինգտոնի TRIP ծրագրի օրակարգի մասին է, TRIP ծրագիրն է ներառում խաղաղության գործընթացը, ներառում ենթակառուցվածքների բացումը, ներառում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայունացումը եւ զարգացումը։ Ես դա ապացուցել եմ օրերս այդ ամբողջ փաստաթուղթը, նոր TRIP-ի փաստաթուղթը ձեր հետ միասին կարդալով գնացեք եւ դիտեք։ Ուստի դա ստացվում է, որ եթե Հայաստանում լինի ուրիշ որևէ վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, եւ շարունակի TRIP-ի ծրագիրը, ապա Թուրքիայի համար խնդիր չկա, որովհետեւ Թուրքիան ասում է այս գիծը պետք է շարունակվի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է հաղթի։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին հիմա հստակ ադրբեջաներեն լեզվով պաշտոնական Անադոլու թուրքական պետական ԶԼՄ-ի ուրեմն միջոցով տարածված տեղեկատվությունը թարգմանելով հստակ հասկանում ենք, որ որևէ խոսք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին ընտրությունների համատեքստում չկա։ Այսինքն դա կեղծ է, fake news է, այսինքն դա վեկալում ես դու հայտարարությունը եւ մի քիչ փոխում ես բովանդակությունը, աջակցում ենք Հայաստանի խաղաղության հանդեպ քայլերին, փոխում ես դեպի աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, փոխում ես այն, որ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը արդեն այս փուլում ունի փաստացի ամենաշատ աջակցությունը հայ հանրությունից, նախընտրական տվյալները դրա մասին են խոսում, դա փոխում ես այն ուղղությամբ, որ իբրև աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին ընտրությունների համատեքստում, եւ ստացվում է այնինչ գործակալները ասում են Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ներկայացուցիչն է, ինչ իրենք ասում են, Նիկոլ Փաշինյանը նին աջակցում է Թուրքիան, Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի ցանկությունները եւ այլն, ինչ իրանց կեղծ նարատիվների համար իրանք ստեղծեցին հենց նոր մեր բոլորի աչքի առջև կեղծ լուր, կեղծելով մարդու Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։ Այսինքն մենք ձեր հետ գործ ունենք սիստեմատիկ համակարգային խաբելու գործընթացով ուղղությունով շարժվող Ռուսաստանի գործակալական ցանցի հետ, որոնց նպատակն է խափանել խաղաղության օրակարգը, խափանել Վաշինգտոնի հետ միասին կնքված այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ տրամաբանությունը, խաբել հայ ժողովրդին եւ օգտագործել այդ ճակերտներում թուրքական թեզը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի դեմ այն նպատակով, որ այս ընտրություններում ճակերտներում հայրենասիրական թեզը օգտագործելով կարողանան մարդկանց խաբել եւ քվեարկություն ստանալ։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ պարզ է դառնում սրանով, որ Հայաստանում գործում է ներքաղաքական օտար երկրյա ազդեցության ցանց, որը հիբրիդային պատերազմ է վարում, եւ ես շարունակում եմ պնդել, արել էի դրա մասին կոնկրետ վերլուծություն, շարունակում եմ պնդել Հայաստանի իշխանությունները պետք է անպայման ընդունեն հակահիբրիդային պատերազմի ուղղությունով փաթեթ
օրենսդրության, որը ուղղված կլինի խոսքին այսպիսի հենց դեպքերին, երբ կդուրս գան տարբեր կառույցներ, տարբեր պատասխանատու կառույցներ, պատասխանատու կլինի նաև հանրային հեռուստաընկերությունը այս առումով, կլինի պատասխանատու մարմին, որոնք կֆիքսեն, որ այս ԶԼՄ-ները խեղաթյուրել են հստակ, տեսեք, ես չեմ ասում գնահատական, դու կարող ես գնահատական տալ, ասես, գիտես, Հական Ֆիդանը ինչու մասն էր խոսում է, իմ տպավորությունով սա գնահատում եմ, որ սա Փաշինյանին ոչ ուղիղ աջակցություն է։ Կարող է սա ասել, որովհետև փաստացի ստացվում է, այո, որ ոչ ուղիղ իրանք ասում են, մենք ուզում ենք այս գիծը շարունակվի, Փաշինյանն է այս գիծը շարունակում, ուզում ենք, որ այս գիծը շարունակվի, այսինքն Փաշինյանը շարունակի այս գիծը եւ իշխանությունը, կամ որևէ մեկը ուրիշը լինի, ով կշարունակի այս գիծը, այսինքն կոնկրետ ասում է այս գիծը շարունակելու մասին։ Եվ այդ դեպքում դա չէր լինի խաբել, բայց երբ իրանք ասում են Թուրքիան աջակցում է ընտրությունների առումով Փաշինյանին, դա կեղծիք է։ Եվ կեղծիքի համար պետք է լինի պատասխանատվություն, այսինքն կոնկրետ բառերը, ճակերտներում եղած բառերը կեղծելու համար պետք է լինի պատասխանատվություն։ Եվ մենք պետք է հասկանանք սա ինչ է նշանակում, հա։ Ես հիմա այս իմ ելույթում, տեսեք, բառեր օգտագործեցի, որոնք որ կտրես եւ միտեղ տեղակայես, կարելի է լրիվ ուրիշ տրամաբանություն տալ։ Ես ասացի խոսքին, որ Թուրքիան չի ասում, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, այստեղից կարելի է կտրել եւ ասել Գեորգի Թումասյանը ասաց Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կտրել այդ մի հատվածը եւ վերջ։ Ինչ խնդիր այսօրվա տեխնոլոգիաներով, բայց Գեորգի Թումասյանը դրա հակառակն է ասել։ Եվ պատասխանատվություն պետք է լինի նրա համար, որ որևէ մեկը վերցնի իմ խոսքերը եւ բովանդակությունը փոխի։ Նույն տրամաբանությունով պատասխանատվություն պետք է լինի, եթե որևէ մեկը վերցնում է արտաքին գործերի նախարարի, կլինի դա Հայաստանի, Թուրքիայի, թե վարչապետի, թե որևէ մեկի խոսքերը, այսինքն բուն խոսքերը, ես չեմ ասում գնահատական, դու կարող ես գնահատական տալ, ինչ խնդիր, դա խոսքի ազատություն է, բայց խոսքի ազատություն չէ վերցնել Հական Ֆիդանի խոսքերը եւ փոխել բովանդակությունը, դա խոսքի ազատության հետ կապ չունի, դա հիբրիդային պատերազմ է, որը ռուսական գործակալները վարում են Հայաստանի Հանրապետության դեմ, եւ ես եւս մեկ անգամ այս իմ ուրեմն ելույթով, այս մեր ձեր հետ միասին աշխատանքով մենք եւս մեկ անգամ բացահայտեցինք իրական երեսը հայկական այդպես կոչված ռուսական, իրականում ռուսական գործակալների ընդդիմությանը, ես իրաց ընդդիմություն չեմ համարում, եւ ես կոչ եմ անում ձեզ անպայման, լայքելով այս իմ ուղերձը պատասխանը իրանց, գրելով մեկնաբանություններ, աջակցեք նրան, որ ճշմարտությունը ինչքան կարելի ավելի շատ մարդ իմանա, կիսվեք նաև այս տվյալներով, թող մարդիկ իմանան, որ խաբում են, այդ ընդդիմությունը խաբում է մեր հանրությանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։